Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօրվա մեր հաղորդումը կցանկանայի սկսեի 19-րդ Սաղմոսի առաջին տողով։ Երկինքը պատմում է Աստծո փառքը եւ երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Այսօրվա մեր հաղորդմանը Հովիվ Արտուր Նազարյանի հետ մենք խոսենք երկրպագության մասին։ Հովիվ Արտուր, ինչ է իրանից ներկայացնում երկրպագությունը։ Երբ որ մարդը, հավատացյալ մարդը ակնածանքով, այսինքն խորը հարգանքով գալիս է դեպի Աստված ու խոնարհվում Աստծո առաջ։ Նկատի ունեմ ընդունելով բոլոր պայմանները, որ Աստված ասում, այսինքն այդ պատրաստակամությունն է Աստծո կամքը կատարելու։ Սա է երկրպագությունը։ Հայերեն երկրպագություն բառը շատ հետաքրքիր արմատներ ունի, շատ հետաքրքիր կազմություն ունի, երկիրը պակնել, հա, այդ բառից ոնց որ ես լսել եմ, ծնկի իջնել ու միջև գետին խոնարհվել։ Ամենախոնար վիճակն է, շատ գեղեցիկ բացատրում է երևույթ։ Ես չուզեցա այդ բառը բացատրելով, այլ ընդհանուր այդ բանը բացատրել, էլի ինչ է նշանակում։ Ինչու է Աստված որոնում երկրպագողների եւ ոչ թե պարզապես ծառայողների կամ հավատարիմների։ Այո, Աստված հավատարիմների է փնտրում, ծառայողել է փնտրում, բայց առաջ երթին Աստված փնտրում է երկրպագող, որովհետև նախ այդ ծառայողը կամ այդ հավատարիմ մարդը, որովհետև այդ հատկությունները նաև ունի երկրպագող մարդը, նախ պետք է ինքը Աստծուց ընդունի ինչ անի ինքը, պետք է բավարար պայմաններ ստեղծի, որ Աստված կամ Սուրբ Հոգին շարժվի կամ գործի իր կյանքում։ Դրա համար Աստծուն ավելի Աստված փնտրում է երկրպագող մարդ։ Երկրպագող մարդը իհարկե արդեն նա եւ ծառայող է, եւ հավատարիմ է եւ այսինքն մարդ, ով առաջին հերթին կխոնարհվի Աստծո կամքի առաջ։ Այո, կհանձնվի, կխոնարհվի, կլսի, այլ ոչ թե իր հասկացածով, իր պրակտիկայով եւ այլն։ Երկրպագությունը դա կարիք է քրիստոնյայի համար։ Այո, միանշանակ։ Ինչու՞ է կայանում դրա կարիքը։ Մենք մարդ ենք։ Դա նշանակում է ունենք ցանկություն, ունենք տեսանկյուն, ունենք արդեն տարիների մեջ որոշակի փորձ, բայց ամեն անգամ, երբ որ մենք գնում ենք երկրպագելու, դա ոչ միայն նկատի ունեմ եկեղեցում, նաև մեր սենյակներում, մեր մտքերի մեջ, վերջը, մենք բացվում ենք Աստծո առաջ ու ընդունում ենք այն ինչ որ Աստված ուզում, որ մենք անենք։ Շատ պարզ եմ փորձում բացատրել։ Իհարկե կարելի է շատ աստվածաբանական բառերով բանալ դա, ու դա կարիք է, որովհետև հակառակ դեպքում մենք կարող է գործենք, ոնց որ Պողոս Առաքյալն ասում, չեմ ուզում հենց այնպես վազած լինեմ։ Հետո պարզվեր, որ դա ընդհանրապես Աստված չէր ուզում դա անեինք։ Այլ կարևոր է երկրպագությունը նաև այդ առումով։ Ու նաև ներքին առումով։ Ոնց որ այդ ներքին ներդաշնակությունը իր տեղն է ընկնում, երբ որ մենք երկրպագում ենք։ Հայ մարդը չերկրպագելով, բայց մնա, ասենք, իր քրիստոնեական առօրյայի մեջ, կարա մի օր հեռանա Աստծուց։ Ես չեմ կարող ասեմ ինչ կարա լինի, միշտ ընդհանրապես sense հարցադրումները շատ դժվար է ասել ինչ կարա լինի, բայց հավատացյալը, որ չի երկրպագում, արդեն հակասություն է, արդեն անհասկանալի տեղ է դա։ Եթե խոսքը գնում է երաժշտությամբ, հա, ասենք փառաբանության ժամանակ, պաշտամունքի ժամանակ, եթե հավատացյալը չի երկրպագում, դա մեծ խնդրեմ է։ Թե ինչ արդյունք կլինի հետո, ես չեմ կարող ասեմ, բայց դա մեծ խնդրեմ է։ Ուրեմն պատճառ կա, ուրեմն ինչի համար չի երկրպագում։ Ասենք վախ նկատի ունեմ ոչ թե Աստծուց, այլ ինչ որ ծածուկ բաներից, ոնց որ Ադամներ փախնում։ Դա ինչ է, ասենք
Կարա դա լինի կարծրատիպեր, որ մարդը ունի ու խանգարում այդ Միգուցե չեմ տեսակ կարող ասեմ, բայց դա շատ իմ համար շատ տարօրինակ բան է ու իմ հովական փորձից եթե ես ասեմ, ում մոտ նկատել եմ, որ այդ ձևա չի երկրպագում, վաղտերուց դուրս են գալի եկեղեցուց։ Այսինքն այս հարցը եկավ է նրանից, որ անհրաժեշտություն, հա, քրիստոնեական կյանքի մեջ քայլելուց դա իրոք են անհրաժեշտություն Եթե ես չհանձնվեմ, չխոնարհվեմ ու սա ամբողջ իմ կյանքի ընթացքում, ոչ թե մի անգամ, երկու անգամ կամ մի անգամ լուրջ, հետո դրա համար էլ պետք չի մտածել, ոչ, միշտ։ մի համեմատություն կավ միտքս երկրպագում էին, հա, միջնադարում վերցնենք թագավորներին, երբ որ թագավոր անցնում էր, լինելով այդ թագավորության հպատակները, մարդիկ երկրպագում էին թագավորին, ստեղ նմանատիպ պատկեր է երևակա, եթե մարդը Աստծո թագավորության հպատակն է, ինքը պիտի երկրպագի, եթե չէ, արդեն Եթե ասենք կայսերին կամ ասենք չգիտեմ, ինչ որ մեկին երկրպագել են, կես վախից, կես պտի, թե չէ կվերացնեին, սա մի քիչ ստիպված է։ Բայց Աստծուն իր մեծության առաջ մենք խոնարհվում ենք, իհարկե մերի մեջ էլ կա վախ հանդեպ Աստծու, հարգանք, ակնածանք, բայց նաև կա այդ խորը գիտակցությունը ով է նա ու ինչ արել մեր կյանքում ու ինչեր դեռ պետք է անի։ Մենք հաճախ մոռանում ենք, որ նոր գտականում գրած է, որ մարդը ինչ կարա ձեզանի, մաքսիմում կսպանի, բայց ասեմ ձեզանից ումից պիտի վախենաք։ Աստծուց, որը ոչ միայն դա կարանի, նաև հետևանքները ավելի լուրջ կարան լինեն։ Այսինքն իհարկե միշտ մենք աստվածավախության մեջ ենք, բայց այն իմաստով չէ, որ ստիպված ենք դա անել, այլ կամովի ցանկությամբ մենք երկրպագում ենք Աստծուն։ Դա անբաժանելի, անփոխարինելի մաս է մեր պաշտամունքի։ Ու ընդհանրապես պաշտամունքի, ոչ միայն եկեղեցում այդ 2 ժամը կիրակյուրը, ընդհանրապես մեր կյանքում։ Առօրյա կյանքում, այո։ Ինչպես է օգնում երկրպագությունը հոգևոր աճին։ Ուղիղ իմաստով, որովհետև երբ որ դու ամբողջովին հանձնվում ես, ամբողջովին ընդունում ես Աստծո պայմանները ու ընդունում ես որոշում հնազանդվել, կատարել Աստծո պատվիրանքները, կատարելով հոգևոր աճ է գրանցվում, այլ ոչ թե իմանալով կամ լավ խոսալով, հենց կատարելով, որովհետև համագործակցությունը Սուրբ Հոգու հետ, այսինքն ինքը ինչ ասի դու անես, ինքը ինչ ասի դու անես, ու ինքը գործի քո մեջ, բերում է պտղի, չէ, հոգու պտուղ է լինում, դա հոգևոր աճ է տալի, միանշանակ, հենց այդ է հոգևոր աճը։ Այսինքն վերցնենք նույնիսկ կիրակնօրյա պաշտամունքի ժամանակ սկսված երգերից ու երգեցողությամբ, հա, երկրպագությունից մինչև ծառայությունը, այս ամեն տեսակի երկրպագություններով մարդը կարողանում է հոգևոր աճ ձեռք բերել։ Համենայն դեպս այդ ժամանակ նա հոգևոր չի աճում, եթե տես կարելի ասել, որտեղ հոգևոր աճը դա պրոցես է, չես կարող ասես առավոտվա 5-ից 8-ը աճում ես, հետո դադարում ես, տես չէ, շատ հաճախ մենք շատ։ Բայց այդ այն ժամանակն է, երբ որ դու ընդունում ես ու նաև քո փառքն ես տալի Աստծուն։ Բայց երբ որ դու սրտանց պայմանին համաձայնվել ես, այդ շաբաթվա ամբողջ օրն էլ դու կատարելու մեջ ես կամ ամենայն դեպս մարդու ցանկությունն է, որ ինքը լինի օրհնություն ուրիշների համար։ Հոգևոր աճ է գրանցվել միանշանակ։ Բայց եթե սիրուն երգեր է, լավ շփում է մարդկանց հետ, զուտ այդ մակարդակի է, այսա կարա լինի անպտուղ։ Նրա մասին շուտով կխոսենք։
Ես կուզենայի հարցնեի, օրինակ ինչ խանգարող հանգամանքներ կան, ինչպես խոսեցինք, որ երկրպագությունը նաև երկերի կամ երաժշտության ուղեկցությամբ, հա, պաշտամունքի կիրակնորեն պաշտամունքի ժամանակ ինչպիսի խանգարող հանգամանքներ կարող են լինել, որ մարդուն խանգարեն երկրպագության մեջ մտնելու։ Կոչված լինի երաժշտական ոճը, ես այդտեղ գրառել եմ տարբեր մի քանի երաժշտական ոճ, երաժշտության ներդաշնակությունը, կամ ձայնը, կամ պրոֆեսիոնալիզմը, կամ sense բաները ազդում են։ Իհարկե կարան ազդել, բայց ոչ միայն այդպես բաները, դա շատ մի մաս է, ուստի 1/3 մասն էլ չի։ Ինչն է խանգարում։ Հեռախոսը մարդու, որ միացրած է, մարդը շատ եղել է դեպքեր, մարդիկ ասում են, ես կարևոր զանգ եմ սպասում։ Կողիդ մարդիկ եկեղեցում, ինչ որ հարց են տալի, ինչ որ հենց այդ պահին, երեխայի ձայնը, անդադար լաց, անդադար գնալ գալ, մարդու գնալ գալ, շատ խանգարող բաներ կարան լինեն, բայց դրա համար եկեղեցիներում կան աշերները, կարգուկանոնի ծառայողները, դրա համար եկեղեցում կա որոշակի պայմաններ, մենք դրա համար ժամանակ առ ժամանակ խոսում ենք անընդհատ հելնել, նստել, հետնել, գալ, դա չլինի, եթե պիտի շուշուտ հելնի լավա վերջում նստի, որ չխանգարի մարդկանց, այսինքն այդ պետքա ճիշտ կազմակերպված լինի, որ Սուրբ Հոգու հանդիպումը Աստծո ժողովրդի հետ իրականանա ճիշտ ձևով։ Իսկ ինչ վերաբերվում է իհարկե նաև մարդու հետ կապված, եթե մարդը չի ընդունել որոշում, ես բազում անգամ եմ եկեղեցում ասել, ես ինքս եմ տենց ապրում, որ կիրակի օրը ով ուզում է լինի, ուղղակի ով ուզում է լինի, Աստծուց կարևոր մարդ ես չունեմ։ Այսինքն եթե ես պաշտամունքի եմ, եթե ես ծառայության եմ, ոչ մի մարդ իրավունք չունի ինձ խանգարել։ Ոչ զանգին պատասխանել։ Ես ոչ էլ պատասխանելու եմ, այսինքն որևէ ձևով ես առիթ չեմ տալի, որտեղ եթե մեկ անգամ պատասխանեցիր, մարդիկ գիտեն, որ դու հասանելի ես։ Սա որոշում է, հետո պաշտամունքի օրը տունը հյուր գալ, սրանք լրիվ խանգարող բաներ են։ Դրա համար մարդը պետք է այն գլխից այդպես բաներ ընդունի որոշում, որ նման բանը չխանգարի մարդուն, որտեղ երկրպագությունը ամենակարևորն է։ Նաև վերադառնամ հարցին, ոճը երաժշտական, բարձր ցածր լինելը, ձայնի լավ ներդաշնակությունը, մանավանդ երբ որ մարդը մի քիչ երաժշտությունից գիտակա, ասենք ուշադրությունը դարձնում երաժշտական եւ այլն, պրոֆեսիոնալ։ Դրանք էլ կարան խանգարեն, թեպետ քիչ, որտեվ չեմ կարծում եկեղեցիներում այդքան շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, որ ամեն ֆալշը կամ ամեն բանը նկատում են, բայց նույնիսկ եթե նկատում են, օրինակ որոշ բաներ էլ ես եմ նկատում, ու ոչ միայն մեր մոտ, ընդհանրապես եկեղեցիներում, ասենք, զգում ես որ ձայնը կարելի էր մի քիչ sense անել կամ զգում ես որ էսի կարելի էր մի քիչ sense անել, բայց մենք այդտեղ ենք երկրպագելու համար, այլ ոչ թե սխալներ գտնելու, սխալներ բռնելու։ Ես էի ուզում ասեմ։ Այսինքն դա եսին վրա եմ նկատել։ Եթե ես ուշադրություն եմ դարձնում, այսինքն բաց եմ արտաքին տես բաների վրա, ես չեմ երկրպագում այդ։ Չի ստացվի։ Չի ստացվում։ Ու գտնում ես։ Ես չեմ կարծում մի հատ տես եկեղեցի, միգուցե կան եկեղեցիներ, որ ասես լրիվ ճիշտ են անում։ Բայց եթե բացես, կտենաս մեկը գլուխն է քորում, մեկը ճիշտ չի հագնված, մեկը ճիշտ չի նայում, մեկը լավ չի երգում, մեկը ձենը սենց էր, այ կարելի էր ձենը մի քիչ սենց, այ կարելի էր լույսը մի քիչ սենց, սրանք խանգարող բաներ են։ Այսինքն մարդը պետք է ինքը մտնի երկրպագության մեջ։ Իհարկե, եթե կոպիտ ֆալշ է երգվում, դու ոնց որ դուրս ես գալի երկրպագությունից, կարծես բան, կամ միանգամից ձենը բարձացավ կամ ձենը ընկավ կամ ասես կտրուկ ինչ-որ բաները իհարկե խանգարում են միանշանակ, կամ որոշ դեպքերում լինում է լույսը գնաց։ Դեռ արդեն բայց էլի փառք Աստծո, օրինակ մեր եկեղեցում ու նաև ուրիշ եկեղեցիներում փառաբանություն խումբը առանց նայելու շարունակում է երգել, մարդիկ ավելի են սկսում երկրպագել։ Մեկում էլ լավ որ լույսն էլ հանգի, ազդավատա ապարատուրաների համար, բայց հա սես բաներ կլինի խանգարող։ Կամ կներես մի բան էլ ասեմ,
զալից ոչ մեկ իրավունք չունի այնքան բարձր երգի կամ ձայն հանի կամ հալելույա ամեն ասին ուզում եմ խոսել։ լավ, երևի խոսած։ Չէ, հենց հարցը դա էր, պատասխան լինել։ Ավելի բարձրանի, քան միկրոֆոնով խոսացողին։ Այսինքն դա պայման է եկեղեցում, կարգ ու կանոնի հետ կարգ է դա։ Մարդը պետքա հաշվի առնի, որ ինքը մենակ չի տեղ։ Տունը, չգիտեմ, որտեղ լինես դուրսը ավտոյի մեջ, ինչ ուզում ես արա դա դու ես, բայց եկեղեցում քանի որ մենք շատ ենք, գոյություն ունի տենց որոշակի, օրինակ մարդն ասում է ես ուզում եմ ազատ լինեմ իմ հույզերի, իմ երկրպագության, իմ զգացմունքների մեջ, հա, բայց դու մենակ չես այդտեղ։ Ամեն մեկը անընդհատ գոռա, ուշադրություն գրավի, դա սխալ է, Կամ շարժումներ, կամ կտրուկ շարժումներ, թե պարային, թե ինչ ուզում է լինի։ Մենք բոլորս հասկանում ենք, եթե մարդը ասենք նոր Աստծուն եկել, այն առաջի սերն է, դա հասկանում ենք մենք, նորմալ է։ Բայց ամեն ինչ ունի իր, ասենք, ժամանակը, տեղը, մենք պետքա զգանք, իհարկե հոգով լցվում ես, ուզում ես գոռաս, ուզում ես իրոք սենց, բայց ինչ որտեղ պետք է հասկանաս, որ չշեղեմ ուշադրությունը իմ վրա չգրավեմ։ Մեկ ու մեջ եղել է դեպքեր, երբ որ ես մոտեցել եմ, ասել եմ մյուս անգամ երկրպագության ժամանակ աշխատի մի քիչ կամանց, որովհետև շեղում ես մարդկանց, քո կողը մարդիկ կան։ Դա նաև խանգարում է։ Խանգարում է իհարկե։ Ու շատ հաճախ ավելի շատ ինչն է խանգարում, որ տակտից դուրս է մարդը ծափ տալի կամ տակտից դուրս է երգում բարձր մարդիկս չգիտեմ որտեղ լսեմ։ Հա, դրա համար ուի երկրպագության ժամանակ պարտադիր չի մենք բոլորս պրոֆեսիոնալ երգիչ լինենք, ընդհանրապես դրա կարիքը չկա։ Իհարկե նույնիսկ բաղաձայն ձանով, դա ընդհանրապես կարևոր չի։ Այդ սաղմոսը կամ այդ երգը մեզ օգնում է, որպեսզի մենք Աստծո հետ երկրպագենք։ Բարոյական խմբի նպատակն է դա։ Աստծո ժողովրդին բերել երկրպագության, Տիրոջ ներկայության մեջ։ Բայց այս ընթացքում եթե մեկը ճիշտ չի անում, ուշադրություն է գրավում։ Կարելի է ասել, որ հոյ ջան, որ պետք է մարդը աշխատի իր վրա, որ հնարավորին չափ ասենց ասած իրան զերծ պահի այդ խանգարող հանգամանքներից երկրպագության ժամանակ։ Այո, բայց մարդը կարա չնկատի։ Այն ինչ որ ինքն է նկատում, պետք է ինքը զգուշ լինի, մանավանդ երբ որ ուրիշի մոտ է դա տենում, ինքը պետք է դաս քաղի։ Բայց նաև կողից պետք է մարդիկ իրան ասեն, որ շատ լավ է որ դու երկրպագում ես, դա մեր նպատակը, բայց անենց երկրպագի, որ քեզանից բացի էլի մարդիկ երկրպագեն։ Բարձա։ Մարդը անընդհատ ծառայության մեջ է եւ ասում է սա իմ երկրպագությունն է։ Սա մի դեպք, մյուս դեպքը մարդը մերժում է ծառայությունը, ասում է պատճառաբանելով, որ պիտի երկրպագի։ Հիմա ես երկու ծայրահեղություններ ասեցի, այ ոսկե միջինը ո՞րն է։ Համ ծառայելը, համ երկրպագելն է ոսկե միջինը, որտեղ մեկը մեկին չի խանգարում, ընդհակառակը լրացնում է։ Իհարկե, եթե դա երկրպագության պահ է, պետք է երկրպագի։ Բայց եթե իր հերթն է, որտեղ վերջը եկեղեցում որոշ մարդիկ որոշ ծառայություններ պետք է անեն, որ օրինակ ձայնի օպերատորը պետք է մեկը լինի, որ մարդիկ երկրպագեն։ Իհարկե, բայց նա անընդհատ այդտեղ չի, նա փոխվում են։ Դրա համար այն պաշտամունքի օրերը, երբ որ մարդը ծառայում է, նա պետք է ծառայի։ Նա չի կարա համ ծառայի, համ երկրպագի։ Նա պետք է կենտրոնացած ծառայի, որ Աստծո ժողովուրդը երկրպագի։ Այո։ Բայց երբ որ ինքը այդ ծառայության չի, իր հերթը չի, ինքը պետք է երկրպագի։ Էլ պատճառ չբռնի, որ ես պիտի այնտեղ ուշքը միտքս այնտեղ է, ոչ։ Երկրպագությունն է։ Այսինքն մեկը մյուսին լրացնող բաներ են դրանք, այլ ոչ թե առանձին նայվող բաներ։ Բայց ամեն դեպքում, ամեն կիրակի, ամեն պաշտամունքի ժամանակ ինչ որ որոշակի մարդիկ կան, որ պետքա ծառայեն։ Չի կարա ուրիշ ձև լինի։ Կարանք ասենք, որովհետև ես լսել եմ, որ մարդիկ կան ասում են, ես կարող եմ համ ծառայեմ, համ երկրպագեմ։ Կարելի ասել որոշների մոտ դա ստացվում, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում, երբեմն խանգարում է ծառայությանը կամ
Հակառակը երկրպագության ասած Չէ, դա միանշանակ խանգարելու է, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է երկրպագելու կամ էլ մակերեսորեն է երկրպագելու մարդը։ դա ի նկատի ունի։ Ես ինչքան մարդկանց հետ խորհուրդ եմ տալի, ինչքան ես ինքս եմ տենց, եթե ես պետքա ծառայեմ այդ օրը, ես ծառայում եմ։ Որտեվ ծառայող մարդը շատ դժվար է, որ ինքը երկրպագի։ Նույնիսկ փառաբանության երգիչ կամ երաժիշտ անցկացնողը, եթե ինքը աշկերը փակի, ամբողջովին մտնի Տիրոջ ներկայության մեջ, ամբողջ խումբը տուժելու են, որտեղ այնտեղ իրանք նույնը ասենք միքսերի մոտ կանգնած մարդը կամ նույնը, չգիտեմ, կարգուկանոնի մարդը պահեր կարող է լինի, բայց դա այդ չի։ Դրա համար հերթով է լինում, որ մի ծառայություն սենց, մի ծառայություն նենց։ Համի ինչ որ մեկը ասում է ես կարող եմ անեմ, ամենայն դեպս մենք եկեղեցում թույլ չենք տալի դες բան, որ մի հոգի միշտ ծառայության մեջ լինի երկրպագության ժամանակ։ Համի մարդը ինչա կարող անի, չգիտեմ։ Կարելի է ասել, որ եթե մարդը վերցնեն միտքը, որ իր ծառայությունը, իր արած գործողությունը տվյալ պահին նաև համարվում է երկրպագություն, որպեսզի սիրտը հանգստանա, որ ինքը չմասնակցեց երկրպագությանը, ընդունի ուղղակի սա երկրպագության ձև, իր ծառայությունը, իր արած տվյալ գործողությունը այդ պահին։ Դե երկրպագությունը նենց չի, որ մենակ կիրակի օրը 2 ժամով է։ Մենք 7 օր ունենք շաբաթական։ Մարդը կարա երկրպագի Տիրոջը ահագին ժամանակ կա։ Ուզում ասեմ, այնպես չի, որ այդ 2 ժամը չերկրպագեց, ինքը վատ է զգալու, որ ես Աստծուն թողեցի կամ Աստծուն չերկրպագեցի։ Եթե ծառայության հերթն է, ինքը պետքա ծառայության մեջ լինի, դա ավելի կարևոր է, որ ամբողջ Աստծո ժողովուրդը ծառայի։ Կենտրոնացած իր գործը։ Կենտրոնացած շատ կարևոր է։ Եղել են պահեր, երբ որ ինչ որ ծառայող թևերը բարձրացրած երկրպագում, բայց այդ ընթացքում ինքը պետքա ծառայեր։ Իրան պետքա նայեն, ասեին ինչ անի, ոնց անի։ Սա իմ կարծիքով անհամատեղելի է։ Այսինքն եթե ծառայում ես, երկրպագում ես։ Ու խղճմտանքել մարդը չզգա, որ ոչ, իհարկե ոչ։ Այդ պահին իհարկե ոչ։ Չի մասնակցում, այսպես ասած, չի մասնակցում երկրպագությանը։ Լավ, մի բան ասեցիք ձեռքերը բարձրացնելու մասին, որոշ մարդիկ նույնիսկ կարող են մոտենան, ճշտեն կամ ճակերտավոր ասած հանդիմանեն, որ պետքա սենցա պետք երկրպագել, ձեռքերը բարձրացած պիտի լինի, աչքերը փակած պիտի լինի եւ այլն պիտիներ։ Հիմա այդ երկրպագության ձևերը սա կախված է ամեն մարդ իր ունեցած զգացմունքների կամ պատկերացումների վրա, որտեղ նոր քիչ առաջ էլ խոսացինք, որ կարող է մարդը թռնի, բարի եւ այլն, սա էլ լինի, իրականում երկրպագության կամ պաշտամունքի ժամանակ, մանավանդ երգեցողության, Աստծուն փառաբանելու կամ տոնախմբության ժամանակ ամեն ինչ իր տեղն ունի։ Չի կարելի ասել պիտի ուղղակի քո տեղը կանգնած, լուր ու մունջ, սենց ուղղակի պիտի երկրպագես։ Որտեվ Աստվածաշունչը կարդալով մենք տեսնում ենք տարբեր ձևեր, որ պար են արել, ցնծացել են, վերջը սա նեղ պետք է չնայես, որ մենակ սենց է, կամ պետքա աջ ձեռդ բարձրացնես, ձախը իրավունք չունես, այսքան բարձրացնես, չկա այդ ձև բաներ, դե նոր կտակարն ասում է, որ սուրբ ձեռքեր բարձրացրեք ու օրինակ եկեղեցիներ կա, որ սովորեցնում են, երբ որ դու երկրպագում ես, ընդհանրապես սենց է ասում եկեղեցիներում, երկրպագությունը դա դանդաղ երաժշտությունն է, փառաբանությունը դա արագ երաժշտությունն է, այն երկրպագության ժամանակ դու պետքա ձեռներդ այսենց անես։ Փառաբանության ժամանակ կարաս սենց անես։ Մի քիչ դա տարբեր է տարբեր եկեղեցիներում, որևէ հիմք չունի, դա որևէ ձևով որ ինչ է նշանակում սենց ձեռքերով երկրպագել, որ բաց եմ ես Տեր, ես ահա քոնն եմ եւ այլն։ Ինչ թվում է ստեղ մարդը ազատ է ոնց ուզում անի, ուղղակի պետք է էլի հաշվի առնի, որ շուրջ բոլորը մարդիկ են, սենց
ուղղաթիռի պես թևերը չշարժի կողի մարդկանց խանգարելով։ Ամեն ինչ ունի իր ճիշտ ձևը, հա, սենց, բայց մարդիկ ազատ են, մեկը կարա սենց անի, մեկը կարա սենց անի, մեկը կարա սենց անի։ Էդի տենց էական չի, ոնց ես դու անում։ Էականը երկրպագելն է։ Էականը որոշում ճիշտ ընդունելը հենց նույնիսկ։ Սա է կարևոր։ Մի թե ձեռը մի քիչ այսքան, մի քիչ բարձր, մի քիչ ցածր, տենց էդի իմ համար տենց։ Էլի մի հարց կապված երգի երաժշտության հետ, երբ մարդը իր բերանով երգում է, բայց մտքով ուրիշ տեղ է։ Սա համարվում է երկրպագություն, թե սա զուտ արարողություն է։ Դե իհարկե ոչ։ Ամենակարևորը միտքն է։ Եթե զուտ երգումը միտքը ուրիշ տեղ է, դա պրոբլեմ է։ Դա մեծ պրոբլեմ է։ 5 տականում Աստված ասում է դուք տոնում եք, դուք երգում եք, դուք, չգիտեմ, ինչ-որ բաներ եք ասում, զոհում եք, բայց ինձի դա տհաճ է, որովհետև ձեր սրտերը հեռու են։ Սա ինչ ասեմ։ Իսկ կարա ասենք անկախ մարդու կամքից մտքեր գան ու շրջեն։ Իհարկե։ Այ ոնց դրա դեմ մարդը պայքար։ Մարդը ինքը պետք է լուր վերաբերվի ծառայությանը։ Չթողի ինքնահոսի։ Օրինակ ես եկել եմ եկեղեցի, փառաբանության խումբ, տենամ հլը, ձեզ տենամ հլը։ Մի հատ ինձի բան արեք հլը, նա ասենց զարթնացրեք իմ մեջ այդ բոլոր բաները։ Այս երգը սիրում եմ։ Հա, այսի չէ, երգն են սկսել, չէ, դա իմ սիրած երգը չի, անցանկեսի։ Ու մտքերով գնաց ուրիշ տեղ։ Սենց եթե մարդը ինքնահոսի թողա, սենց իներցիայով գա երկրպագության, իհարկե ամեն ինչ էլ կլինի։ Բայց դեռ տնից երբ որ մարդը դուրս է գալի, դա գնում է երկրպագելու։ Ու կարևոր չի ինչ երգա, կարևոր չի ով կա իր կողը նստելու, կարևոր այդ ընդհանրապես կարևոր չի։ Ժամանակին մարդիկ էս իմ որդից քարավաններով, օրերով գնացել են Երուսաղեմ, որովհետեւ Յահվեին պաշտեն, երկրպագեն։ Այդքան ճանապարհը կտրել գնացել են, տալը չեմ ասում տարբեր երկրներից, ոնց որ գործառակելոց երկրորդ գլխում են կարդում, տարբեր երկրներից, ամիսներով միգուցե եկել են այդտեղ, որ երկրպագեն։ Ու պատկերացնում եք, թե ասի, ես իմ սիրած երկը չի կամ ես։ Այսինքն մարդը ինքը պետք է պատրաստված գա, ինքը պետք է ընդունի որոշում, որ ես գնում եմ երկրպագեմ իմ Աստծուն։ Ես հետո հանձնվեմ ամբողջությամբ։ Ու ել եմ կրկնում, որևէ կապ չունի ինչ երգա, ինչ երգ չի, որովհետև հիմնականում երգերը նենց են բառերը։ Ստեղ սիրած երգի ոճով չի որոշում երկրպագությունը։ Ստեղ կարևորը բառերն է, երաժշտությունն է իհարկե, երաժշտությունը դեր է խաղում, հակառակ դեպքում չէին երգի։ Բայց դա չի որոշողը։ Այդ սիրտ ունենալը, որ Աստծուն երկրպագելու եմ ես։ Ու դա կարևոր չի դու հովիվ ես, եպիսկոպոս ես, ավակ ես, թե նորահավատ ես, թե ծառայող ես, որևէ կապ չունի։ Ընդհակառակը ինչքան երկար ես դու Աստծու մեջ, այնքան դու դրա կարիք ունես։ Նորից երկրպագության փառաբանության ժամանակ մարդը ունենում է հուզական ապրումներ։ Այ ինչպես մարդը հասկանա այդ հուզական ապրումները իր մեջ սա Սուրբ Հոգուց է, թե դա երաժշտության երգի ազդեցությունն է։ Ինձ թվում է համատեղ է դա, որովհետև երաժշտությունը, եթե ասենք որևէ գործ չի անում մեր մեջ, ել եմ ասում, հակառակ դեպքում մենք երաժշտություն չենք անի, կա ասմունք էինք ուղակի։ Չնայած ես գտնում եմ, որ ասմունքն էլ մեծ տեղ ունի մեր պաշտամունքների մեջ պետք է մեծ տեղ ունենա։ Դա էլ լավ ձև է։ Բայց դե իհարկե քարոզ, պատգամի միջոցով է դա լինում։ Բայց իհարկե երաժշտությունը իր տեղն ունի, Սուրբ Հոգին իր տեղն ունի, ամեն մեկ ամեն ինչ ներգործում է մարդուն, հուզական բաները ապրում, դա շատ նորմալ է։ Էլի մարդը ինքը մի քիչ պետք է իրան վերահսկի, ասենք պատկերացրեք պաշտամունքի ժամանակ մեկ էլ մարդը կոպիտ եմ ասում սկսի զռալ, իհարկե նա ապրում է Աստծուն, բայց կողը մարդիկ կան, էլի պետքա մի անգամ հնարավոր է մարդը առաջի անգամը կամ մեկ էլ Սուրբ Հոգու լեզուները, ասենք մկրտությունը ապրում, սկսի լեզուներով բարձր, դա նորմալ է, բայց հետո քիչ-քիչ մարդու հետ խոսում ենք, ոչ թե որ մի ասա,
մի արա, մի հուզվի, այլ կառավարի քեզ։ Հուզում կա, արտասուք կա, էս կա, դա նորմալ է, բայց պիտի չխանգարես դու ուրիշներին։ Այսինքն մարդը կարա ապրումներ, այդ ճակերտավոր ասած ապրումների սպասում ունենա։ Միանշանակ, բայց պիտի արհեստական որևէ բան չարվի, որևէ բան, դա անիմաստ բան է։ Այո։ Իմ վերջին հարցը երկրպագությունը լիովին կախված է Սուրբ Հոգու ներգործությունից, թե հավատացյալի կամքից ու որոշումից։ Համ Սուրբ Հոգու ներգործությունը, երբ որ մարդիկ հավաքվում են, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց, եթե 2-3 հոգի հավաքվում են իմ անունով, ես այնտեղ եմ։ Այսինքն Սուրբ Հոգին ընդեղ արդեն։ Մենք հավաքվում ենք, բայց մարդուց ոնց որ ինչպես ես ասացի, մարդուց էլ է կախված։ Եթե ես գամ sense իներցիայով կամ sense առանց որևէ մտքի, առանց պատրաստության, sense ուղղակի նայեմ շուրջ բոլորս, թեպետ Սուրբ Հոգին ընդեղ է, բայց ես որևէ բան չեմ ստանա Սուրբ Հոգուց։ Բայց եթե ես ինքս մտնում եմ դրա մեջ, չեմ թույլ տալի, որ իմ կողից ինձի խանգարեն։ Համի եթե մարդը այդ ընթացքում մի բան է հարցնում, օրինակ առաջ անգամ է եկել եկեղեցի։ Հարցում ասում ես ինչ երկեր է, այսի այդ պահին։ Իհարկե ես պիտի կուլտուրա նորմալ մարդուն չասեմ մտել պատասխանեմ, բայց հետո մարդուն ասեմ լսի։ Երկրպագությունը տևում է ենթադրենք մի 40 րոպե, լավ 2 ժամ էր պաշտամունքը։ Դրանից առաջ, դրանից հետո մենք ժամեր կարանք նստենք խոսանք։ Խնդրում եմ այդ ժամանակ ինձի որևէ բան մի հարցում։ Այո։ Այսինքն մարդուց շատ բան է կախված։ Բայց որ ասենք մենակ մարդուց է կախված, իհարկե ոչ։ Ամեն ինչ գործում է Սուրբ Հոգու ներգործությունը իհարկե։ Նաև մարդուց բացի ու Սուրբ Հոգուց բացի եկեղեցու կարգ ու կանոնից, եկեղեցու ճիշտ կազմակերպվածությունից է կախված։ Որտեղ մարդը կարա ինքը պատրաստված գա, ոնց որ էլի ասացինք, Սուրբ Հոգին է տեղը, բայց երեխաները վազվզում են այդ ընթացքում ու գոռում են, գալիս են, խփում են, քաշում են, արդեն դու ինչքան էլ բան արածել ես, դու չես կարա։ Երբեմն ստացվում է, որ մարդը նույնիսկ աչքերը փակած երկրպագության մեջ գալիս, այսպես ասած, արթնացնում են, որպեսզի բարևեն, մի բան հարցնեն, ժամը հարցնեն, չգիտեմ, այս sense բաները պետք է մարդը նախորոք մարդկանց հետ զրուցի, ասվի բեմից, որ Ժորժ ջան, սա այդ պահն է, մեր պաշտամունքն է։ Դրանից հետո մենք ունենք ճաշարան, որտեղ նստում ենք, շփվում ենք, ասենք ինչ-որ բան ենք ուտում, խմում, վերջը։ Այդ ժամանակ ինչքան ուզում եք հարցեր տվեք, ժամն հարցրեք, բարևեք իրար սրտանց, այսինքն բայց լինում են նորահավատ կա, նոր մարդ կա, հələ չի հավատացել, եկել է եկեղեցի։ Մարդ կա խմած է եկել եկեղեցի, մարդ կա պիտի դուրս ելնի ծխի ու շուշուտ ելնի ծխի։ Սրանք ես համարում եմ նորմալ։ Մենք պիտի եկեղեցում ունես պայման չստեղծենք, որ որևէ ձևի մարդ չմտնի մեր մեջ։ Մենք մեզանով կփակվենք արդեն, կդառնանք աղանդ։ Մենք էլ չենք, համենայն դեպս ես էլ չէի մտնի այդ դեպքում։ Դու էլ չէիր մտնի, մեկն էլ չէր մտնի։ Երևի մեջներից Սուրբը ես կլնեի, երևի իմ վրա էլ ես թերություն կլնեի, ես ինձ էլ կհանեի ծառայություն։ Այսինքն սա նորմալ բաներ են, որ հարբացնել պետքա գա, բա հիվանդանոց ովքեր են գալիս։ Պիտի չասենք, մի դուրսը սրբվի նոր մտի եկեղեցի։ Բա պիտի գա եկեղեցի, որ մարդը լույսին հանդիպի, Տիրոջը հանդիպի։ Բայց այդպես դեպքերում էլ կարգ ու կանոնի ծառայողները պետքա մի որոշ բացատրություն տան, մի որոշ նորմալ է, մենք ուրիշ եկեղեցիներ երբ որ հետում ենք, օրինակ Իսրայել երբ որ գնում ենք կամ ստեղ կաթոլիկ եկեղեցի ենք մտնում, մեկը կա դեմից, էլ չել ասում դուք հավատացել եք, հավատացել չեք, ասում աստեղ օրինակ կանայք սենց հագուստով իրավունք չունեն մտնեն, սենց այն կարևոր բաները բացատրում արդեն, ստեղ լուր պետք է մնաք, օրինակ կաթոլիկ եկեղեցի, իսկի պաշտամունք էլ չի, տուրիստական ուղղակի մտնում ես, տարբեր երկրներում կան լավ բազելիկներ կան, լավ շենքեր կան, մտնում ես, ասում ես, ստեղ պետք է լուր լնեք, վերջ, կապ չունի դու հավատացել ես, հավատացել չես, ինչ ես զգում, ինչ չես զգում, այսինքն այդ պայմանները պետք է ասվի մարդկանց ու վատ չզգանք, եթե ինչ-որ մեկը մի քիչ տարօրինակ է իրան պահում, նորմալ է, բայց չթողենք, որ դա շարունակվի։ Շարունակական չլինի, այո։ Շնորհակալ եմ, Արթուր, սիրելի
բարեկամներ, այսօր փորձեցինք խոսել տարբեր հարցերի շուրջ երկրպագության հետ կապված։ Այո, երկրպագությունը դա այն գեղեցիկ պահն է, երբ մենք փորձում ենք ձգվել դեպի երկինքը եւ շփման մեջ մտնել մեր Տիրոջ հետ։ Ես կցանկանամ, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերում դուք ապրեք այդ գերագույն հաճույքը, որը մեզ տրված է այս աշխարհում ունենալու։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։